երկու հարց գյուղից տամ, եթե հնարավոր է։ Կներկայացնեք հիմնականում ինչ խնդիրներ կան գյուղում, ջրի խնդիրը, բերքի խնդիրը, աշխատատեղի խնդիրը, ինչ վիճակում է։ Եթե դեմ չեք, ներկայացրեք։ Աշխատատեղի հետ կապված լուրջ նորասը խնդիր ունենք, չէ, Մասիս համայնքը բավականին այդ աշխատատեղի առումով ապահովված է, բայց խմելու ջրի խնդիր ունենք, այդ հարցը մեր համայնքապետը միշտ բարձրացրել է, նախագիծը կա, Վեոլիա ջուրը դեռ պայման չի տալի։ Մոտավորապես ինչքանի բյուջեի արծա։ Մոտավոր նախագիծը 610 միլիոն դրամ արժե։ Մի գյուղա, թե մի քանի գյուղա։ Այս ուղղությամբ կոնկրետ Սայաթ-Նովա Նիզամի գյուղերը խմելու ջուր չունեն, արտիզան ջրերն են օգտագործում, սովետի վախտած որքան գորեն։ Ախր էս ճիշտ է։ Այդ ջրերը երկու գյուղի ընդհանուր բնակչությունը ինչքան է գալիս։ Շուրջ 5000 հոգի։ 5000 հոգի։ Այսինքն խմելու ջրի խնդիրն է առաջինը, 600 միլիոն էլ ինքը ինչ է լինելու ջրամբարի մոդելն է։ Չէ, ընդհանուր ջրի ցանցը որ կառուցվի, որ կա։ Որ չունի։ Մեր համայնքապետը միշտ բարձրացրել է այդ հարցը, շատերից զբաղվում է, որ ջուրը դեռ պայման չի տալի։ Այս քանի տարի հարցը մենակ գումարային չէ, էլի պարկասով։ Խոշորացված համայնքը այսօր շատ աշխատանքներ է կատարել ու շատ աշխատանքներ ընթացքի մեջ են։ Բայց դեռ պայման չեն տալի, որ ընթացքի։ Ոռոգման համակարգի հետ կապված։ Ոռոգման համակարգը նոր են կառուցել, էլի 10 շուրջ 11 կիլոմետր ոռոգման համակարգի կառուցել։ Բերքի մթերումը ոնց է։ Բերքի մթերումը ճիշտ է որ ասեմ գյուղատնտեսությունը նոր է մեր մոտ ուզում զարգանա, որտեղ ոռոգման համակարգը նոր են կառուցել։ Հիմնականում ջերմոցային տնտեսություններն են։ Քանի հեկտարում է գյուղը։ Լավ վիճակում չի էլի մթերումը լավ վիճակում չի։ Մթերումը լավ վիճակում չի, շուրջ 300 հեկտար ունենք մշակովի հողատարածքներ։ Հիմնականում խաղողներում թե ինչ են դնում։ Չէ, հենց այգեգործություն բան օրինակի համար նոր է ուզում զարգանա, չի էլ այդպես։ Շատ լավ։ Էկոլոգիայի կապը Ախավային գործնակ մոտիկա, շատ լավ, ոռոգման համակարգը շատ լավ է, որ կառուցվել է, սուբվենցիայով եք արել, համայնքն է արել, շատ լավ է։ Ջրի հետ կապված ծրագրերի մեջ մենք մտցնենք, տեսնենք երևի ամենայն հավանականությամբ իրենք ջրի հոսքի ինչ-որ խնդիր ունեն, որը պետք է հենց հիմքից կարողանանք փոփոխություն անել։ Խնդիրը հասկացա, ինչ վերաբերում է այգեգործությանը, մենք լավ ծրագրեր ենք առաջարկելու, մթերման կայանների ծրագիրն է, որ ամեն շրջանում 6-7 գյուղի արանքը մթերման կայանա լինելով, որ երաշխավորված բերքը առնի։ Երաշխավորված բերքը եթե կարողացանք դու տարվա սկզբում իմացած տարվա վերջում բերքի ինչքանով ես վաճառելու, դա կանխատեսելիություն է տալու ու լավ գումար կաշխատեք։ Մեր ծրագիրը երկրում գյուղատնտեսական փոփոխություն անել, մանավանդ այս տարածաշրջանում Արարատյան ընդհանուր հովիտում, սա է, որը տեսնենք, որ մեծ միջոցներ է բերելու մեր երկրին։ Մեծ հնարավորություն է բերելու, որտեղ մեր բերքի կարիքը ամբողջ աշխարհով ունեն, բայց մենք դեռ չենք կարողացել հասցնենք աշխարհին մեր բերքը, լավ չենք հասցնում։ Դրանով մենք զբաղվելու ենք, դա են ամենահեշտ գործերից է, բայց ամենալավ գործերից է։ Շատ էֆեկտիվ, այո, ամենաէֆեկտիվ գործերից կլինի։ Շնորհակալ եմ շատ բոլորիցդ, որ ժամանակ եք գտել, եթե խնդրում եմ հարցեր ունեք, կարաք հարցերն տաք, ուրախ եմ յուրաքանչյուր հարցին պատասխանել։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շատ ուրախ եմ, որ ձեզ հետ տեսնում։ Ես Արցախի հանրապետությունից եմ, քաղաք Ստեփանակերտում, գրեթե բոլորից ճանաչում եմ որպես սպորտսմեն, որպես բարձրաշխարհի ներկայացուցիչ։ Ինչ 3 տարի է գտնվում եմ Մասիս քաղաքում, ես դեռ մի հատ բան եմ նկատել, որ պետք է այստեղ ամեն տեղ մարզաբան, ամեն տեղ սպորտը զարգանում է, բացի Մասիս համայնքից։ Խնդրում եմ ձեր իշխանության գալու օրոք, խնդրում եմ միջոցներ ձեռնարկեք, որ Մասիսի շրջանում բոլոր տեղերը մարզադպրոցներ ունենան, որ կարողանան Մասիսի բնակիչները սպորտով զբաղվեն։ Ես էլ միշտ պատրաստ եմ իմ ներդրումը դնեմ սպորտի ասպարեզում։ Արցախում ինձ 350-ից ավել մարզիկներ ա եղել։ Կխնդրեմ դրան լուրջ մտածումներ տակ, որ տնակ ինչ են կանում։ Համայնքապետերը մեծ աշխատանք են կատարում, բայց պետությունն էլ պետք է մեծ ներդրում անի։ Այս սպորտի մեջ պետության ներդրումը, պետությունը պետք է երկու տարբերակով կամ միջոց տա համայնքին, որ զարգացնեն
կամ պետությունը անի ու հնարավորություն տա համայնքը զարգացնի։ Գիտեմ, որ Մասիս համայնքի ղեկավարությունը շատ մեծ գործ անում տարածաշրջանում, ու մենք պետք է մեծացնենք այդ հնարավորությունը, որ կարողանան սպորտ դպրոցներով ժողովրդին զբաղացնել։ Սպորտը մշակութային Պարոն Կարապետյան, Այդ հնարավորությունը մեծացնելով, պետական դոտացիա մեծացնելով, հնարավորություն տալով օգտագործել այն հարկերը, որ Մասիսից է գանձվում, հնարավորություն կունենան համայնքները ավելի շատ սեփական զարգացման վրա ծախսել։ Ես գիտեմ, որ կան գործարաններ, լավ։ Պարոն Կարապետյան, նեսա մշակույթի տունը նոր ենք ավարտել, ինքը լրիվ համայնքային միջոցներով է կառուցվել, բացվում երևի մոտ 1 ամսվա մեջ կլինի։ Սպորտի համարել են տեղարկացրել, ուզում ենք զարգանալ, թե սպորտի, թե մշակույթի։ Շնորհակալ եմ շատ։ Դե դեսք։